Աստված օրհնի ամեն մեկիդ կյանքը, փառք Հիսուսին, որ այսօր եկել եք այստեղ։ Ես հավատում եմ, որ ունենալու ենք հրաշալի օր, հրաշալի փառաբանություն։ Ամեն։ Օրհնյալ լինի Տերը, եւ մենք այսօր հյուրեր ունենք, ինչպես տեսնում եք, Թրյադը իր հայաստանյան թիմով։ Ամեն։ Եվ մենք ողջունում ենք ձեզ, սիրելիներ ջան, ափսոս, որ Հովիվ Ջոնը չկա, սրտանց սպասում էինք, բայց մեկ ուրիշ անգամ էլի կհանդիպենք։ Օրհնյալ լինի մեր Աստվածը, ամեն։ Դու ուրախ ես, ով է հավատքով եկել։ Հալելույա, հալելույա։ Աստծո խոսքը ասում է, միշտ հիշեք, Աստծուն մոտեցողը պետք է հավատա, թե նա կա եւ թե իրեն խնդրողներին վարձահատույց կլինի։ Եթե դու եկել ես այս վայրը, թեև երկրպագելու եւ փառաբանելու, աղոթելու, պետք է հավատքով մոտենանք, որպեսզի Աստծո հոգին հպվի մեզ։ Մեր միակ նպատակն է վայելել, հանդիպել Աստծուն։ Ամեն։ Եվ փառաբանության եւ երկրպագության մեջ կա հզոր ներկայություն։ Ամեն։ Ես քիչ հետո խոսափողը կփոխանցեմ մեր Սերգեյ եղբայրը Մարկովին։ Սերգեյ եղբայրը ավելի լավ կներկայացնի ամեն բան։ Բայց մինչև իմ աղոթքը մի խոսք եմ ուզում կարդամ, հետո նոր սկսենք մեր ծառայությունը։ Որդյակս, իմ օրենքը մի մոռանա, Առակաց 3:1 Եվ թող պահե քո սիրտը իմ պատվերները, որովհետև նրանք երկար օրեր եւ կենթանության տարիներ եւ խաղաղությունը կշատացնեն քեզ համար։ Շնորհքը եւ ճշմարտությունը քեզ չեն ձգի, նրանց պնդացրու քո պարանոցի վրա, նրանց գրի քո սրտի տախտակների վրա։ Այսպես դու շնորհք եւ հաճություն կգտնես Աստծո եւ մարդկանց առաջին։ Տիրոջը ապավինի քո բոլոր սրտով եւ քո հասկացողությանը մի վստահի։ Ամեն։ Քո բոլոր ճանապարհներում ճանաչիր նրան, նա կուղե քո ճանապարհները։ Դու քո աչքի առաջին իմաստուն մի լինի, վախի Տերից, հեռացիր չարից։ Սա առողջություն կլինի քո մարմնի համար եւ պարարտություն քո ոսկորներին։ Պատվիր Տիրոջը քո ստացվածքից եւ քո բոլոր բերքի երեխայրիներիցը։ Այն ժամանակ կլցվի շտեմարաններդ առատությունով եւ քո հնձաները պիտի զեղան նոր գինիով։ Ամեն։ Ամեն մեկս գալիս ենք դրսից, աշխարհից, տարբեր տեղերից, տարբեր գործերից։ Դրա համար որտեղից որ դու գալիս ես, Աստծո խոսքը ասում է՝ պատվիր Տիրոջը ամբողջ սրտով։ Հասկացողությանդ այդքան մի վստահի, քո աչքի առաջին իմաստուն մի եղի, ինչու ընկնես չարիքի մեջ, եւ դա կլինի պարարտություն քո ոսկորներին եւ առողջություն քեզ համար։ Ամեն։ Չգիտեմ սիրելիս որտեղից ես գալիս եւ ինչի մեջ ես, բայց եկեք ամբողջ հոգով ու սրտով կենտրոնանանք մեր Տիրոջ վրա, որպեսզի ամբողջ սրտից եւ հոգուց պաշտենք ու երգենք նրան։ Եվ ես հավատում եմ, որ Տիրոջ հոգին այստեղ է եւ հպվելու է քեզ։ Ամեն։ Տերը օրհնի բոլորիդ, եկեք ծափարենք մեր Աստծուն։ Սերգեյ ջան, հրավիրում ենք, Սերգեյը ավելի լավ հիմա կներկայացնի։ Տերը օրհնի քեզ։ Բարի երեկո, սիրելի եղբայրներ, քույրեր, ուրախ ենք, որ դուք միասին այստեղ եք։ Փառք ենք տալի Տիրոջը, որ մենք առիթ ունենք միասին երկրպագելու, պաշտելու։ Չգիտեմ ինչպես եք կարծում, բայց երկրպագության այսպիսի հանդիպումը կարելի է անվանել երկրպագության տոն։ Դուք ձեր առջև տեսնում եք երկրպագության ալիք վերնագրված, այսօր ձեզ կծառայի Տրիադի երկրպագության թիմը, նրանք շատ տաղանդավոր, օծված, Տիրոջով լցված մարդիկ են եւ կառաջնորդեն մեզ երկրպագության մեջ։ Գիտեք, Հովիվ Ջոնը խնդրել է, որ ես մի քանի խոսքով ներկայացնեմ, թե ինչով է զբաղվում Տրիադը, որպես միջազգային ծառայություն կատարող ընկերություն, որի սրտի այդ բոլոր զարկերը կարծես խոսում են նրա մասին,
թե ինչքանով է ուզում տրիադը ամեն անդամը աշխարհում ավետարանը հասանելի դարձնի շատ ազգերի մեջ, որ մենք կարողանանք կատարենք մեծ պատվիրանի այն բաժինը, որ գնանք ազգերին Տիրոջ խոսքը հասցնենք, աշակերտենք, նրանք էլ կարողանան աշակերտներ բարձրացնեն։ Մեծ պատվիրանը դա մեզ համար Տիրոջ հանձնարարականն է։ Գիտեք, իրականում մեր եղբայրը ջերմ բարևներ է փոխանցել ձեզ, շատ կուզեր, որ այստեղ լիներ։ Մեր Ջոն եղբայրը ուղղակի ստիպված է հիմա երկրից դուրս լինել գործերով, բայց սրտով մեզ հետ է այս երկրպագության ժամանակ, որին ընթացքում մենք հնարավորություն կունենանք նույնպես հպվել որոշակի տեղեկության, թե աշխարհում իրականում ինչքան մարդիկ դեռ ավետարանի հասանելիություն չունեն։ Եվ նրանց այս երկրպագության ժամանակ աղոթքի մեջ Տիրոջ առաջ բերենք, որ խնդրենք, որ Տերը այցելի այդ ազգերին։ Մենք օրհնված ենք, մենք հայ ժողովուրդս ունենք քրիստոնեական անգամ ժառանգություն, բայց կան ազգեր, որոնք երբեք Հիսուս անունը չեն լսել։ Մենք ժառանգություն ունենք, իսկ նրանք անունը անգամ չեն լսել։ Սա մեզ համար մեծ պատվիրանի այդ կոչումը կատարելու բաժիններից մեկն է, պատասխանատվություններից մեկն է։ Շնորհակալ ենք Հովիվ Պավելին, ձեր եկեղեցուն այս առիթը մեզ տալու, հնարավորությունը տալու համար, որովհետև մենք սիրով ուզում ենք ձեզ հետ մեկտեղ երկրպագենք, պաշտենք, սա իրական պաշտամունքային ծառայություն է, երկրպագության ծառայություն է։ Մենք մեր սիրտը եւ մեր ձայները բարձրացնում ենք Տեր քո ներկայության մեջ։ Մեր սպասումը քեզնից է։ Մենք խնդրում ենք Տեր, որ լցնես այս վայրը հոգու ներգործությամբ, զորությամբ։ Թող երկրպագությունը Տեր բարձրանա քո գահին։ Պաշտում ենք քեզ, Սուրբ Հոգի, լցրու այս վայրը քո ներկայությամբ, լցրու ամեն մեկի սիրտը, թող որ այս երկրպագության անուշահոտությունը բարձրանա եւ քեզ գոհացնի Տեր, թող որ մեր սրտերի աղոթքը, երկրպագությունը փոխի հոգևոր աշխարհում մթնոլորտը ձևավորի Տեր։ Օգնի, որ այս երկրպագության ժամանակ մեր սրտերի աղոթքը Տեր նաև բարեխոսություն լինի մեզ շրջապատող ազգերի, դեռ չավետարանված, ավետարանի հասանելիություն չունեցած ազգերի համար Տեր։ Փառք ենք տալիս քեզ, երկրպագում ենք քեզ, պաշտում ենք քեզ։ Մենք ուզում ենք կատարենք Տեր քո մեծ պատվիրանը, ուզում ենք հնազանդ լինենք քեզ, ուզում ենք, որ դու փառավորվես։ Ընդունելի լինի Տեր այսօրվա այս անուշահոտ խունկի ծառայությունը քեզ Հիսուսի անունով։ Մեր հայր, որ երկնքում ես, Սուրբ թող լինի անունը քո, հայր, որ երկնքում ես, Սուրբ թող լինի անունը քո
թող լինի քո անունը մեր կյանքերում մեր Աստված հայր մեր որ երկնքում ես սուրբ թող լինի անունը քո թող գա Աշխայությունը քո թող լինի կամքը քո թող գա Աշխայությունը քո թող լինի կամքը քո Աստծո ժողովուրդ դու ուզում ես չէ որ Աստծո կամքը լինի Դու ուզում ես չէ որ իր արքայությունը գա քո ընտանիքի մեջ, քո երկրի մեջ, քո ժողովրդի մեջ ու հետո գնա ազգերը Մի անգամ էլ դա սրտանց ասենք Եթե քո կյանքում կան տեղեր որտեղ գիտես որ Տիրոջ կամքը չկա Վախենում ես իր կամքը կանչելուց Ես քեզ վստահ ասում եմ մարդ ով վստահել է Տիրոջ կամքին ուրախ է դրա համար Տիրոջ կամքը բարի է քեզ համար Տիրոջ կամքը հաճելի է քեզ համար որովհետև Տիրոջ կամքը քեզ տանում է կյանքի ճանապարհով Ոչ մի բան ես կյանքում չարժի նրան ինչ Հիսուս ունի քեզ համար ամեն Հիմա դա հավատքով արա դիր վախերդ մի կողմ հավատքով խնդրի իր արքայությունը ու իր կամքը Թող գա Հիսուս արքայությունը քո թող լինի կամքը քո թող գա արքայությունը քո թող լինի կամքը քո միայն քո կամքը հոգսերի մեջ հիվանդության դժվարության մեջ թեև թշնամուց ես նախատվեմ եթե անգամ վիշտ ու ցավ կրեմ թեև ապրեմ հոգսերի մեջ հիվանդության դժվարության մեջ թեև թշնամուց ես նախատվեմ եթե անգամ վիշտ ու ցավ Սակայն ես պիտի ցնցամ Բրկության Աստծով ուրախանամ պիտի ցնցամ Դեր իմ զորությունն է ես պիտի ցնցամ Բրկության Աստծով ուրախանամ պիտի
Բարկության դժվարության մեջ թեև թշնամուց ես նախատվեմ Եթե անգամ միշտ ու ծաղկերեմ Թեև ապրեմ մոքսերի մեջ Հիվանդության դժվարության մեջ Թեև թշնամուց ես նախատվեմ Եթե անգամ միշտ ու ծաղկերեմ Ես պիտի ծանցան Բրկության ասով ուրախանը պիտի ծանցան Դերն իմ սողջունն ես պիտի ծանցան Բրկության ասով ուրախանը պիտի ծանցան Դերն իմ սողջունն Yes, baby, so sad. Just so rough, baby, so sad. Burning solitude, yes, so sad. Just so rough, baby, so sad. Burning solitude. Turning lost morning Turning perpetuity Turning Jebos dirti ocha Paktus Isusin no vergas Vergas Jebos dirti ocha Vergas Jegochi Vergas Vergas Jebos dirti ocha Paktus Isusin Namiane Naakane Namiane Namiane Jak ja susumem wielkiem Rima, 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 rima Cię taką tunę Chcę nami rozdziałać Չեմ կարող պահել ուրախությունը իմ ներսի դույշպես Եվ ես ուզում եմ ատել գոհությունը իմ սրտի Նա ինձ մաքրեց գործած մեղքերից Ես հիմա ազատ եմ իր շոշով բացքերից Ազատ եմ վերջապես Hey! Վերկած և պարքը ծույները Ես չեմ կարող պահել ուրախությունը իմ Ես չեմ կարող պահել ուրախությունը Ինչպես ես չեմ կարող պահել Ես չեմ կարող պահել ուրախությունը իմ Նա ինձ մաքրեց Գործած մեղքերից Ես
բոլորից ազատ եմ վերջապես, բոլորս միասին ասենք, ռիթմը գնաց։ Այնպես բարձր ասա, որ թշնամին ուղակի պայթի, որ դու ազատ ես վերջապես, մեղքից, խավարի իշխանությունից, գնացինք, ազատ եմ վերջապես, միասին, ազատ եմ վերջապես, բարձր ավելի, ազատ եմ վերջապես, մեկ անգամ ևս, ազատ եմ վերջապես, այս անգամ շատ բարձր, ազատ եմ վերջապես, ով էր դա Չմոռանա ինչպես ազատեցիր ինձ և դա դարձավ ելից ու իմ կյանքի չմոռանա ինչպես ազատեցիր ինձ և դա դարձավ ելից ու իմ կյանքի Փրկել ես, մաքրել ես և ինձ մահից ես ազատել Օ Յահվե Պատերազմ ես դու հաղթել Հաղթանակ ես մեզ շնորհել Հալելույա Հալելույա Խորջարեր ես բաժանել Ճանապարհ ես մեզ բացել Հալելույա Հալելույա Երկինքը քո նշան է, որ ինձ հետ ես և քո լույսով դու ինձ առաջնորդում ես Տեր Փրկել ես, մաքրել ես և մեզ մահից ես ազատել Օ Տեր Հաղթանակ ես մեզ շնորհել Հալելույա Հալելույա Խորջարեր ես բաժանել Ճանապարհ ես մեզ բացել Հալելույա Հալելույա Պատերազմ ես դու հաղթել մեր Աստված Պատերազմ ես դու հաղթել Պատերազմ ես դու հաղթել Hallelujah, hallelujah Խորջարեր ես բաժանել Ճանապարհ ես մեզ բացել Hallelujah, hallelujah Գիտես Աստծո խոսքն ասում է, որ մենք հաղթող ենք Քրիստոսում Անկախ նրանից դու ինչի միջով ես անցնում, ինչեր է լինում քո կյանքում, դու քեզ գուցե պարտված ես զգում,
բայց Հիսուսը հաղթել է ամբողջ դժոխքին, ամեն չար ուժերին, ամեն քեզ հակառակ բանի Հիսուսը հաղթել է։ Հասկանում ես այն ձեռագիրը, որ իմ ու քո դեմ էր, որը մահեր Հիսուսը ջնջել է։ Հիսուսը ամբողջ երկիրը դժոխքը թափ է տվել քո համար։ Չթուլանաս, չընկճվես, քեզ խեղճ չզգաս, որովհետև Հիսուսը հաղթել է։ Այդ պատերազմում դու կրող ես, որովհետև դու թագավորների թագավորի թիմից ես։ Հիսուսի դեմ խաղ չկա, նա արդեն հաղթել է քո կյանքում, ամեն։ Փառք ես Հիսուս։ Շնորհակալություն Հիսուս, շնորհակալություն, որ դու ներկա ես հիմա այստեղ, շնորհակալություն, որ եկել ես ամեն մեկի սրտին հպվելու, ամեն մեկի սրտի մասին հոգալու ու քո սուրբ հոգով օգնելու, որ մեր սրտերը դառնան դեպի քեզ ավելի ու ավելի։ Բարև ձեզ, դուք կարող եք մի քիչ ժամանակով նստել։ Աշխարհի 8 միլիարդ բնակչությունից 3.4 միլիարդին հասանելի չի ավետարանը։ Խնդրում եմ այս խոսքերին ուշադրություն դարձնեք, ոչ թե իրենք ավետարանված չեն, այլ իրենց հասանելի չի ավետարանը։ Սա կազմում է երկրի բնակչության 42%-ը։ Իսկ ինչ է նշանակում այն, որ ավետարանը հասանելի չի։ Հիմա պատկերացրեք, որ ձեր շրջապատում չկան հավատացյալներ։ Դուք չունեք ձեր լեզվով թարգմանված Աստվածաշունչ։ Ու չկա եկեղեցի, ուր անգամ 2 ժամ վարելու դեպքում, 3 ժամ, 5 ժամ վարելու դեպքում կհասնեք։ Չկա քրիստոնյա համայնք։ Պատկերացնում եք, որ աշխարհի բնակչության 3.4 միլիարդը, 3.4 միլիարդ հոգի ապրում է այս իրականության մեջ։ Ինձ համար ցնցող էր ու կարծում եմ ձեզ համար էլ հիմա շատերիդ համար սա ցնցող իրականություն է։ Իսկ ինչի է սա այսպես, օրինակ ինձ մոտ հարց է առաջանում, ոնց է այդպես ստացվել, որ այն աշխարհում, որտեղ տեխնոլոգիան այնքան է զարգացել, որ ինֆորմացիան կայծակնային արագությամբ հասնում է աշխարհի մի ծայրից մյուսը, դեռևս կան այսքան մարդիկ, ովքեր չգիտեն Հիսուսի անունը, չեն լսել ու ուզենանել չեն կարող լսել այս պահին։ Սա փաստա, որովհետև կա մեծ անհավասարակշռություն ասվածը։ Հիմա թույլ տվեք բացատրել, թե ինչա մեծ անհավասարակշռությունը։ Եկեղեցիներում հավաքվում են ընծաներ, զոհաբերություններ ու կա եկեղեցական ֆոնդ։ Հիմա պատկերացրեք ամբողջ աշխարհի եկեղեցական ֆոնդից ինչ-որ տոկոս ուղղվում է միսիոներական աշխատանքներին, արտագնա միսիային։ Ու նորից ցնցող վիճակագրություն եմ ասելու։ Այդ միսիոներական ռեսուրսների ընդամենը 1%-ն է, որ ուղղվում է ավետարանին հասանելիություն չունեցող ազգերին ու ժողովուրդներին։ Այս պահին աշխարհում կա շուրջ 400,000 արտագնա միսիոներ, այսինքն իր երկրից դուրս ծառայող միսիոներ։ Ու այդ 400,000 միսիոներներից ընդամենը 3%-ն են գնում ավետարանին հասանելիություն չունեցող դժվար հասանելի վայրեր, էթնիկական խմբերի մոտ։ Սա այսօրվա մեր իրականությունն է։ Ու սրա համար էլ կան տարբեր պատճառներ, կան աշխարհագրական պատճառներ։ Օրինակ, դժվար հասանելի տեղերում են տեղակայված այն գյուղերը, քաղաքները, որտեղ ապրում են այս մարդիկ։ Ու շատ հաճախ նույնիսկ մեքենաների համար նախատեսված ճանապարհներ չկան տանող դեպի այս գյուղերը, բարձրադիր լեռներում գտնվող։ Սա պատճառներից մեկն է։ Պատճառներից մյուսը քաղաքական խոչընդոտներն են։ Լսել եք Հյուսիսային Կորեայի մասին, քաղաքական ռեժիմի մասին այնտեղի։ Դա եւս արգելք է։ Կրոնական հալածանքներն են արգելք։
ու այսպես շարունակ։ Բայց այս արգելքները հաշվի առնելով էր, որ Հիսուսը ասեց գնացեք։ Գնացեք ու աշակերտեք բոլոր ազգերը, բոլոր ժողովուրդները։ Ու հայտնության գրքում մենք տեսնում ենք այդ վերջնապատկերը, չէ՞, որ ասում է ամեն ազգից, ամեն ցեղից, ամեն ժողովրդից, ամեն լեզվից գահի առջև կանգնած երկրպագում էին։ Մենք այդ վերջնապատկերը ունենք։ Ու այսօր ամեն մեկից ուզում եմ թույլ տանք, որ մենք մեր ներսը գնանք Սուրբ Հոգու հետ, մեր ներսում մենակ մնանք ու տեսնենք ինչա մեզ ասում է իրականության մասին Սուրբ Հոգին։ Որն է իմ բաժինը, որն է քո բաժինը կատարելու մեծ հանձնարարականը, դուրս գալու մեր կոմֆորտի հարմարավետության գոտուց։ Ուզում եմ մի փոքր այլաբանությամբ ձեզ համար ավելի պատկերավոր դարձնել սա։ Պատկերացրեք աշխարհի ամենագեղեցիկ երկրպագության երգը, որին արժանի է Հիսուսը, ամենասիրուն sense ելևեջներով, նոտաներով։ Ու պատկերացրեք, որ հրեշտակը երկնքում կանգնած է այս բազում ստեղներով այդ երաշտական գործիքի առջև ու սկսում է նվագել այդ երկրպագության երգը։ Ու մատները հպվում են նոտաների ու ձայն չի գալիս։ Կիսատ է մնում այդ երգը։ Իսկ հիմա պատկերացրեք, որ ամեն նոտա ներկայացնում է մի ազգ ու մի ժողովուրդ։ Ու քանի դեռ այս երկրի վրա կան ազգեր ու ժողովուրդներ, որոնց լեզվով, մայրենի լեզվով չի բարձրացել երկրպագություն դեպի Հիսուսը, դեպի մեր Աստված, այդ նոտաները չեն նվագելու ու այդ երգը չի լինելու կատարյալ, ամբողջական։ Ես գիտակցում եմ, որ սա դժվարամարս ինֆորմացիա է, բայց ուզում եմ ձեզ թողնել սրա հետ, խորհելու, աղոթելու ու Աստծո առաջ բերելու, այն ինչ դուք այսօր լսեցիք, թույլ տալու, որ ինքը ձեր սրտերում աշխատի, ես էլ թույլ տամ, որ իմ սրտում աշխատի։ Շատ շնորհակալ եմ, որ լսեցիք։ Oh no!
Ալելույա Արյուց և գարնաստոր Արիջանդիրում ես դու Ուտայի արյուծը Նա կանչում է քեզ Ահա կանչում է քեզ Ուտայի արյուծը Ահա կանչում է քեզ Ուտայի արյուծը Ահա կանչում է քեզ Ուտայի արյուծը Ահա կանչում է քեզ Շարժվում է ծովերը, լացվում է սարերը, շարժվում է ծովերը, լացվում է քեզ, կանչում է քեզ, նա կանչում է Կանչում է քեզ, նա կանչում է քեզ, կանչում է քեզ, կանչում է քեզ, կանչում է քեզ, Տերը կանչում է քեզ, կանչում է քեզ, կանչում է քեզ Եվ ասում է քեզ Արդիր ուղին, արդիր տիրոջ ուղին, 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 արդիր Ուտայի արյուծը Ահա կանչում է քեզ 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 Զորություն կա քո անվան մեջ
Iisus Zorություն կա քո անվան մեջ Iisus Zorություն կա քո անվան մեջ Iisus բոլոր կապանքներ ամեն բոլոր կապանքներ ջախջախելու եւ կոտրելու զորություն կա քո անվան մեջ Իիսուս զորություն կա քո անվան մեջ Իիսուս զորություն կա քո անվան մեջ Իիսուս բոլոր կապանքներ ջախջախելու եւ կոտրելու բոլոր կապանքներ ջախջախելու եւ կոտրելու Տիրոջ բանակը լուրջ է բարձրանում, այլ աղաղակելով Հիսուսն է մեր զորագլուխը բարձրանում, երկիրին ձերտով բանակ, Տիրոջ բանակն է բարձրանում, բոլոր կապանքներ ջախջախելու և կոտրելու, բոլոր կապանքներ ջախջախելու և կոտրել, մեկ անգամ ևս երջենք, Տիրոջ բանակն է Տիրոջ բանակն է բարձրանում Ես և դու Տիրոջ բանակն եք Տիրոջ բանակն է բարձրանում Տիրոջ բանակն է բարձրանում Բոլոր կապանքներ ջախջախելու և կոտրելու Բոլոր կապանքներ ջախջախելու և կոտրելու Մոտեցրում էր սիրտը քեզ Հիսուս Քո փառքը տարածվում է այստեղ հարկա Տեր այն ինչ ուզում ես արա Քո զորությամբ լցրում ես հիմա Հիսուս Քո փառքը տարածվում է այստեղ արքա Տեր այն ինչ ուզում ես արա Քո զորությամբ լցրում ես հիմա Yahweh Rapha Elohim Shaddai
փառքը Տեր Տեր մենք քո փառքն ենք ուզում Տեր մենք ուզում ենք ճանաչել քո անունը Տեր մենք քո ձեռքը չենք ուզում հիմա մենք քո երեսն ենք ուզում հենց հիմա իմ Աստված ոնց Մովսեսին ցույց տվեցիր քո փառքը ու հայտնեցիր քո անունը Տեր մենք քո երեսն ենք ուզում Yahweh Rapha Elohim Shaddai Yireh Adonai հայտնիր քո փառքը Որովհետև դու ասել ես, որ եթե փնտրենք քեզ, դու կհայտնվես, որ եթե թակենք, կբացվի մեզ, որ եթե խնդրենք, կտրվի մեզ։ Եթե փնտրես նրան, կհայտնվի նա քեզ, թե հավատաս նրան, կհայտնի իր փառքը քեզ, եթե կանչես նրան, կպատասխանի նա քեզ։ Հիսուսը կենդանի Աստծո ժողովուրդ։ Չմտածես, որ չի տեսնում, չի լսում, չի արձագանքում, չի պատասխանում, նա քեզ մոտ ավելի, քան հիմա ես տեղ կանգնած, քան քո շունչը, քան քո ձեռքը։ Նա քո ներսում է, չկասկածես մի վայրկյան անգամ քո հետ է։ Սրտանց կանչիր ինքը կհայտնի քեզ։ Թե հավատաս նրան, կհայտնի իր փառքը քեզ, եթե կանչես նրան, կպատասխանի նա քեզ։ Եթե փնտրես նրան, կհայտնվի նա քեզ, թե հավատաս նրան, կհայտնի իր փառքը քեզ, եթե կանչես նրան, կպատասխանի նա քեզ։ Yahweh, հայտնիր քո փառքը Տեր, Yireh, հայտնիր քո փառքը Տեր, Rapha, հայտնիր քո փառքը Տեր, հայտնիր քո փառքը Տեր, Yahweh, հայտնիր քո փառքը Տեր, Yireh, հայտնիր քո փառքը Տեր, Rapha, հայտնիր քո փառքը Տեր, հայտնիր քո փառքը Տեր, Yahweh, Rapha, Elohim, Set my heart ablaze, Բարիրիմ սիրտը Տեր, set my heart ablaze, բարիրիմ սիրտը Տեր, set my heart ablaze. բարիրիմ սիրտը Տեր, I wanna burn for you. I wanna burn for you. Set my never burn out. The fire on my altar never burn out. May the fire on my altar never burn out. Make me a house of prayer. May the fire on my altar never burn out. May the fire on my altar never burn out. The fire on my altar never burn out. Make me a house of prayer.
Make me a house of prayer. Make me a house. Make me a house of prayer. For you, God. Oh, make me a house. Make me a house of prayer. May the fire on my altar never burn out. May the fire on my altar never burn out. May the fire on my altar never burn out. Make me a house of prayer. May the fire on my altar never burn out. May the fire on my altar never burn out. Fire on my altar never burn out. Make me a house of prayer. Oh, may the fire on my altar never burn out. The fire on my altar never burn out. The fire on my altar never burn out. Make me a house of prayer. Make me a house of prayer. Day and night and night and day. Day and night and night and day. Make me a house of prayer. Day and night and night and day. Day and night and night and day. Day and night and night and day. Make me a house of prayer. Jesus God. Make me a house, make me a house of prayer. Make me a house of prayer. Աստված ասում է, ես ինձ մոտեցողներով պիտի սրբվեմ։ Ուզում եմ, որ հիմա ուղղակի մտապահես իր մեծությունը, սրբությունը, ինքը փառահեղ նստած գահի վրա, ամենակալ, ամենազորեղ, Հայր Աստվածը, Որդի Աստվածը եւ Սուրբ Հոգի Աստվածը, որ դու իմանասում առաջ ես գալիս, որ ակնածանքով, երկյուղով իրան երկրպագես ու պատիվ տաս։ Ոչ փառքը, պատիվը, օրհնանքը քեզ Տեր, ոչ փառքը,
Սպասում ենք քեզ Սուրբ Հոգի Սպասում ենք քեզ Սուրբ Հոգի Սպասում ենք քեզ Պատիվ, օրհնություն, փառք քեզ լինի մեր Աստված, մեր Տեր, դու ամենն ես։ Մենք կանգնած ենք քո առջև Տեր, եւ խնդրում ենք, որ դու մեր կյանքի մեջ փառավորվես։ Մենք աղոթում ենք Տեր ոչ միայն մեզ համար այսօր, մենք աղոթում ենք այն մեր շուրջը գտնվող բոլոր ազգերի համար Տեր, որոնց մեջ դու մեզ լույս ու աղ դարձնես։ Ուղարկես այդ ազգերի մեջ, որ քո լույսը Տեր, քո լույսը տարածվի այդ ազգերի մեջ։ Տեր, նրանք չեն երկրպագում քեզ, ինչպես մեզ բացված է այսօր այս մեծ հնարավորությունը։ Դուր որ Տեր այդ ազգերը ճանաչեն քեզ եւ իրենց սրտերի երկրպագությունը բարձրացնեն Տեր։ Ընկնենք քո գահի առջև երկրպագեն քեզ Տեր, ճշմարիտ ու միակ Աստծուն։ Տեր ամեն ծարավ սրտերը, որ փնտրում են, հայտնիր իրանց քեզ Տեր, այդ սրտերին բացվիր Հիսուս։ Մենք աղոթում ենք Տեր, որ դու մեր միջոցով քո ավետարանը տարածես այնտեղ, որտեղ որ երբեք Տեր չի լսվել այն, որտեղ ավետարանի լույսը Տեր չի ծագել Տեր։ Խնդրում ենք քեզ, հայտնիր քո փառքը մեր միջոցով։ Տեր այստեղ ամեն մեկի սրտի մեջ դիր այդ խոսքը, ով կգնա ինձ համար։ Թող որ այստեղ լինեն մարդիկ, ովքեր քո կանչին կարձագանքեն, ահա ես Տեր, ուղարկիր ինձ։ Ահա ես Տեր, ուղարկիր ինձ։ Ահա ես Տեր, ուղարկիր ինձ։ Դու այս համաձայնության ետևում կանգնած Աստվածն ես։ Դու նա ես, ով սպասում ես ընդամենը մեկ արձագանքի, որ ամենը անես։ Դու պատրաստ ես Տեր, մեր խնդիրն է արձագանքել քեզ։ Թող որ դա կատարվի մեր կյանքի մեջ։ Տեր, այստեղ ամեն ներկայի դարձրու ազգերի հայր ու ազգերի մայր։ Թող որ ազգեր կրեն իրանց սրտի մեջ, Տեր, եւ քո անունը ամեն ազգերի մեջ լույսի պես փայլի, եւ դու դառնաս Տերը ու տիրակալը իրանց կյանքի, ինչպես մեզ էլ գտար, բերեցիր եւ ողորմեցիր։ Պաշտում ենք քեզ, սիրում ենք քեզ, փառք ենք տալի քեզ ամեն բանի համար,
լինի ողջ փառքը քեզ, երկնքի եւ երկրի արարիչ, ամենակարող, զորավոր Էլ Շադայ, փառք լինի Հորը Որդուն եւ Սուրբ Հոգուն, ամեն, փառք քեզ լինի Տեր, փառք ենք տալիս քեզ Տեր, շնորհակալ ենք Սուրբ Հոգուց զորության համար, սիրելիներ, մինչ մենք հիմա կավարտենք այսօրվա երկրպագության ծառայությունը, ուզում եմ եւս մեկ անգամ եւ Տիրոջը փառք տանք այս առիթի համար, շնորհակալություն ենք հայտնում, որ իր Սուրբ Հոգու զորությունը ամեն մեկիս սրտի մեջ յուրօրինակ հատուկ կերպով գործեց։ Գիտեմ մի բան, որ երկրպագության ժամանակ ինքն ավելի ազդեցիկ է խոսում մեր սրտին։ Երբ որ դու քո սիրտը երկրպագության մեջ բացում ես, ինքը ավելի խորը բաներ է խոսում քո սրտին։ Եվ մենք հավատում ենք ու կուզեինք, որ Տիրոջ մեծ պատվիրանը ազգերի մեջ իր խոսքը տանելու, ձեր սրտի մեջ նույնպես գտնի տեղ եւ այն, գիտեք, դառնա ձեր կյանքի ամենօրյա ձգտումը, ամենօրյա ուշադրության արժանանա։ Այստեղ կա տեղեկատվության մեկ սեղան, որը որ այսօր Տրիադ ընկերության ծառայության մեջ կարելի է ասել շատ ազգերի մեջ ծառայող այս ընկերությունը ոչ միայն երկրպագությամբ կարող է ձեզ ծառայել, այլ այն ամեն դասընթացներով, վերապատրաստումներով ձեզ հետ կարող է մեծ ճանապարհ անցնել։ Եթե դուք հետաքրքրված եք ավետարանը ազգերին հասցնելու գործում մեծ ճանապարհ։ Եթե կարող եք եւ հետաքրքրված եք, ձեզ հրավիրում ենք այստեղ, կարող եք մոտենալ, եթե ձեր սրտի մեջ արձագանք է գտնում ազգերին ծառայելը ձեր հովին, ձեր ծառայողներին, նույնպես այստեղ սեղանի մոտ կանգնած Տրիադի ներկայացուցիչները ձեր հարցերին կպատասխանեն։ Կարող եք մոտենալ, ծանոթանալ, այստեղ նաեւ կա շատ խորը միսիոներական կրթություն ապահովող պասոբիը ձեռնարկ, որը դուք կարող եք նույնպես հարցնել Տրիադի անդամներից, մեր այս ծառայողական կազմը ձեզ այդ հարցում սիրով կծառայի։ Շնորհակալ ենք Պավել եղբայր ջան, ձեզ ձեր հրավերի համար, շնորհակալ ենք սիրելի եկեղեցի այս երեկոն Տիրոջը պաշտելու համար, մեզ հետ մեկտեղ համաձայնվելու գալու եւ Փառք Հիսուսին ամեն բանի համար։ Շնորհակալ ենք Տեր։ Աստված օրհնի ձեզ։ Փառք Հիսուսին, օրհնված եք սիրելիներ ջան։ Ես շատ օրհնված եմ։ Շատ շնորհակալություն ձեզ։ Մենք շատ օրհնված ենք։ Իրոք ես հավատում եմ, որ երկինքը հոգու մեջ զգացի, որ այս քաղաքում, այս մարզում երկինքը ճեղքվեց։ Սատանան պարտված է։ Ամեն։ Փառք Տիրոջը ամեն մեկիդ համար։ Ամեն մեկը մի հատ գանձ է իրոք Տիրոջ, որ իրականում ներկայությունը, այս Սուրբ Հոգու ներկայությունը վայելում է ուղակի։ Ով էր վայելում։ Եթե սիրտդ բացես, Աստված ասում է, ահա քո սրտի դռան առաջ կանգնած եմ։ Եթե լսես իմ թակոցը եւ բացես, կմտնեմ քո սրտի մեջ եւ ընթրիք կանեմ քեզ հետ եւ դու ինձ հետ։ Ամեն։ Գիտես, ես հոգու մեջ զգում եմ, որ այսօր Աստված ուզում է քեզ զորացնի։ Ասում է, միայն թե զորացի, դու պետքա որոշես զորանաս, որ Տիրոջը ծառայես։ Հեսու 1:8 ասում է, այս օրենքի գիրքը քո բերանից չհեռանա, այլ գիշեր ցերեկ նրա վրա մտածես, որ պահես եւ կատարես նրա միջի բոլոր գրվածի պես, որովհետեւ այդ ժամանակ հաջողակ կլինես եւ այդ ժամանակ ինչ խելացի կլինես։ Ահա քեզ պատվիրում եմ, Տերը ասում է, մի վախեցի, մի զարուրի, որովհետեւ ուր էլ որ գնաս, քո Տեր Աստվածը քեզ հետ է։ Դու հավատում ես այս խոսքերին։ Աստված օրհնի քեզ։ Փառք Հիսուսին։ Եվ
Մինչև վերջացնենք մեր աղոթքի փառաբանության երեկոն, մեր եկեղեցում այսպիսի սովորույթ կա։ Ամեն երեկո մենք 91 սաղմոսը, որպես մեր անձնական սաղմոս ենք դարձրել եւ հռչակում ենք մեր անձերի վրա։ Որովհետեւ մենք տեսնում ենք, որ աշխարհը շատ փոփոխական է եւ շատ վտանգավոր։ Ամեն օր մեր եկեղեցում որոշել ենք, որ հռչակենք 91 սաղմոսը եւ նոր օրը վերջացնենք։ Համաձայն եք իրար հետ, ես առաջնորդեմ քո սրտի հավատքով։ Փառավոր Հայր, շնորհակալ ենք, որ մենք բնակվում ենք Բարձրյալի ծածկոցի տակ եւ ամենակարողի շուքի տակ ենք հանգստանում։ Մենք ասում ենք քեզ Տեր, իմ ապավեն, իմ ամրոց, իմ Աստված, որին մենք հուսացել ենք, որովհետև դու փրկել ես մեզ որսողի որոգայթից եւ չար ժանտամահից։ Դու ծածկում ես մեզ քո փետուրներով եւ քո թևերի տակ ապահով ենք լինում։ Քո ճշմարտությունը ասպար է եւ զրահ։ Մենք չենք վախենում գիշերվա զարուրանքից եւ այն նետերից, որ թրջում են ցերեկը, այն ժանտախտից, որ խավարում շուռ է գալի, այն հարվածից, որ սատկեցնում է կեսօրում։ 1000 հոգի մեր կողմից կընկնի եւ 10,000 մեր աջ կողմից կընկնի, բայց մեզ չի մոտենա։ Միայն մեր աչքերով կնայենք եւ ամբարշտի հատուցումը կտեսնենք, որովհետեւ դու ես Տեր մեր հույսը։ Մենք Բարձրյալին մեզ ապավենարինք։ Մեզ չար բան չի ասնի եւ նեղություն չի մոտենա մեր բնակարանին, որովհետեւ քո հրեշտակներին հրամայել ես մեզ համար, որ պահեն մեզ մեր բոլոր ճանապարհներում։ Նրանք ձեռքերի վրա են տանում մեզ, որ մեր ոտքն էլ քարին չդիպցնենք։ Առյուծների եւ իժերի վրա կգնանք, առյուծի կորյուններին եւ վիշապին ոտով կող կտանք, որովհետեւ Տեր Հիսուս մենք քեզ ցանկացանք եւ դու պահում ես մեզ։ Դու բարձր ես անում մեզ, քանի որ մենք ճանաչում ենք քո սուրբ անունը։ Մենք կանչում ենք դեպի քեզ Տեր եւ դու լսում ես մեզ։ Դու մեզ հետ ես լինում նեղության մեջ, փրկում ես մեզ, ապրեցնում ես մեզ, փառավոր ես անում մեզ, երկար օրերով կշտացնում ես մեզ եւ քո փրկությունը ցույց կտաս մեզ։ Հալելույա, ամեն։ Փառք Հիսուսին։ Հալելույա։ Դու հավատում ես այս խոսքերին։ Ուրեմն այս խոսքերը դառնում են քո կյանքում իրական։ Մահն ու կյանքը լեզվի ձեռքին է։ Նրան սիրողը կուտի նրա պտուղը։ Ամեն։ Սիրելի Աստծո ժողովուրդ, սիրով ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ Արմավիրի կյանքի խոսք եկեղեցու հասցեն է, քաղաք Արմավիր, Երևանյան 37/2։ Հարկ եմ համարում տեղեկացնել, որ ամեն Կիրակի ժամը 12:00-ին ունենում ենք խոսքի ծառայություն եւ ամեն չորեքշաբթի ժամը 19:00-ին աղոթքի եւ երկրպագության ծառայություն։ Նաեւ եկեղեցին ունի տարբեր համայնքներում խմբակներ, որ անհրաժեշտ է ամեն ժամանակ քրիստոնյաները մեկտեղ լինեն։ Խմբակների վայրերն են քաղաք Արմավիր, քաղաք Մեծամոր, գյուղ Մայիսյան, գյուղ Խանջան, գյուղ Մարգարա։ Եվ հավատում ենք, որ կլինեն այն գյուղերում եւ քաղաքներում, որոնք չնշեցին։ Եկեղեցին նաեւ միաբան է համացանցով, ամեն երեկո Zoom ծրագրով խոսքի եւ աղոթքի ծառայության մեջ է։ Սիրելիներ, եթե ներգրաված չեք միաբանության մեջ, խորհուրդ ենք տալիս միաբանվել Աստծո ժողովրդի հետ։ Աստծո խոսքը ասում է. միաբանության մեջ կա զորություն։ Սիրելիներ, բաց թողեք աշխարհը եւ միացեք ձեր քույր ու եղբայրներին։ Աստված շատ օրհնի ձեզ։